Օրերս երգչուհի դերասանուհի Լիլի Մորտոյին հյուրընկալվել են Լուիզա Ներսիսյանը, Սոնա Մաթևոսյանը, Արենան, Ռաֆայել Երանոսյանը և այլ հայտնի և սիրված անձինք։ Լիլին և ամուսինը գեղեցիկ ընթրիք են կազմակերպել։ Օրն անցել է ջերմ ու ուրախ մթնոլորտում։ Առաջարկում ենք դիտել անկեղծ հոլովակներն առանց մեկնաբանության։ Եկել։ Մորքուրները եկել են։ This is exciting. Արեգ TV-ում հյուրընկալվել էր երգչուհի դերասանուհի Լիլի Մորտոն։ Քանի որ օրերս համացանցը ողողվեց նրա երեխայի սպասելու լուրով, զրույցի գլխավոր թեման հենց դա էր, և հարցին «Ինչ զգացիք, երբ իմացաք, որ ձեր սրտի տակ մեկ այլ սիրտ է զարկում», նա պատասխանեց. «Մինչև հասկանալը ես դրան պատրաստ էի։ Գրեթե 6 ամսեկան է, բան չմնաց, անհամբեր սպասում եմ, երբ եմ տեսնելու։ Շատ անհամբեր սպասում եմ իրեն։ Իմ կարծիքով իմ կյանքում ամեն ինչ եղել է ժամանակին։ Ու այդ ամենի մեջ Աստծո մատն է խառը։ Ես հաշվարկներով հասկացել եմ, որ Աստված ինձ երեխա է ուղարկել հայրիկիս մահվան օրերին։ Դրանից 2-3 ամիս առաջ ինձ մոտ ամեն ինչ լավ էր։ Ես իմ սովորական օրն էի ապրում։ Չեմ կարող բացատրել ինչ ա կատարվել ինձ հետ։ Բոլորը քնած էին, քնից հարթնացել եմ, դուրս եկել բակ, գիշերվա ժամը 2-3 էր։ Հուսով եմ ոչ մեկ չի լսել ինձ։ Սկսեցի շատ բարձր լացել, պապային հիշեցի, ոնց որ ուզենայի հետը խոսել։ Մեր սիրելի հայրենակիցները դեռ տեղյակ չեն, ես իրան արդեն պատրաստում եմ, որ իմանա, ում մոտ ա լույս աշխարհ գալիս։ Նախ իրա մաման դաժան ա, ես սիրում եմ ամեն ինչը ճիշտ, արդար, իդեալական։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Դրանք կապված են և իմ հետ, և ինձանից ճիշտ, արդար, իդեալական։ Փոքր ժամանակվանից իմացել եմ ինչ եմ ուզում ես կյանքից։ Դեռ շատ բաներ կան, որ շատ կուզենամ իրականացնել։ Դրանք կապված են և իմ հետ, և ինձանից ծնված երեխաների, որովհետև ինձանից չծնված երեխաներին շատ սիրում եմ իմ սեփական երեխաների պես։ Բայց բաներ կան, որոնք դու քեզ չես կարող թույլ տալ ու սահմաններն անցնել։ Նրանց պարտադրել բաներ, որոնք դու ես պատկերացնում։ Ես կարծում եմ, որ իմ սեփական երեխային կարող եմ պարտադրել և պահանջել այն, ինչը որ ուզում եմ։ Հարցազրույցի ընթացքում Լիլիին միացավ ամուսինը, բժիշկ և պրոդյուսեր Վադիմ Չանգլյանը։ Զույգը, քանի որ զրույցի ընթացքում դեռ չգիտեր երեխայի սեռը, ամուսինը նշեց, որ եթե աղջիկ լինի, վստահ է Լիլին իր նման թիթիզ Բարբի է մեծացնելու։ Աշխատանքային գործունեության մասին խոսելիս Լիլին հավանական դադարի միտքը բացառեց, նշելով, որ տեսակով հանգիստ մարդ չէ։ Ունի նոր գաղափարներ, որոնք այս շրջանում պետք է իրականություն դարձնի։ 20 տարեկան չենք արդեն, 40 տարեկան եմ։ Այս կարգավիճակում էլ իմ էներգիան 2-3 անգամով շատացել է, որը պետք է ճիշտ օգտագործել։ Խոսք եղավ նաև ամուսնու սիրո ու խանդի մասին։ Երբ կինը ամուսնանում է և ամուսինը սիրում ու խանդում է, ինչը փոխադարձ է իհարկե, հեշտ չէ։
Ամեն տեսահոլովակ նկարելիս անցնում ենք պատերազմի միջով, նշեց Լիլի Մորտոն։ Իսկ այժմ առաջարկում ենք դիտել Լիլի Մորտոյի հրապարակած վերջին հոլովակն Երեխայի մորակույն եմ, մտածում եմ, որ ինքը աղջիկ է։ Ես գիտեմ երեխայի հորաքույրն եմ թե քերին, բայց կարծում եմ, որ տղա է, չէ՞ Լիլի։ Ես երեխան եմ, մտածում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի մորաքույրն եմ եւ կարծում եմ, որ աղջիկ է։ Ես երեխայի պապայի հաջորդ կինն եմ եւ մտածում եմ, որ ձեր բալիկը տղա է։ Բարև ձեզ, ես երեխայի մորաքույրն եմ ու ես վստահ եմ անգամ, որ ծնվելու է տղա։ Տեսություն, եթե կարաք մի հատ $100 ուղարկեք։ Ես երեխայի մորաքույր Ալա Պուգաչովան եմ եւ կարծում եմ, որ ինքը տղա է։ Ես երեխայի հորակույն եմ, ես կարծում եմ, որ տղա եմ։ Ես երեխայի հորաքրոջն եմ, մտածում եմ աղջիկ։ Ես հորաքրոջ քրոջ փոքր աղջիկն եմ եւ ես կարծում եմ, որ տղա եմ։ Ես հորաքրոջ քրոջ մեծ աղջիկն եմ, կարծում եմ։ Դու ինչ ես կարծում։ Ես երեխայի ծոցը մոճան եւ ես համոզված եմ, որ նա աղջիկ է։ Ես երեխայի մորաքույրն եմ եւ չնայած շատ եմ ուզում որ աղջիկ լինի, բայց կարծում եմ տղա կլինի։ Բարի որ առողջ բալիկ լինի։ Ես երեխայի մայրն եմ եւ ես վստահացնում եմ, որ նա Նույնիսկ ինչ արա երտենք։ Իսկ նախ չգիտենք ուր է տամին, դժոխք է տամին թե դրա, բայց հիմա մենք դա կբացահայտենք։ Դեպքում միայն դրա։ Դժոխք է տամին թե դրա։ Միայն դրա։ Այստեղի բնությունը։ Հա, տամին է դեպի Ալտայ, համաձայն եք ամուսնանալ ինքը։ գնում ենք սպա ցենտր։ Ճիշտ տեսնենք որ տղա լավ։ Այստեղ բնությունով զմայով եք։ Այսպեսի տեսնի բալի, ճանապարհները։ Մի կարոտ ասեմ, որ դե օքեյ ոչ են եղել, ես առաջին անգամ օրինակ ունեմ։ Իրանց ճանապարհների երթևեկությունը հակառակ կողմի վրա է։ Ձախակողմյան է։ Ինչպես հասկացաք, բայսերով են գրեթե բոլորը։ Տաքսիներն են ոնց որ բայքերը հիմնականում, որ անկեղծ ասեմ, երբեք այսպեսի տեղ 10 օրից առաջ չեն կարողանա ապրել։ Մարդիկ գալիս են տարիներով այստեղ ապրում են։ You want some? Yes. Enjoy. Thank you. You're welcome. Oh, it's so good. Thank you. Ինչ համիստ է։ Ես գիտեի առանձին ենք։ Ես ինչ լավ մասաժեր։ Մեկ կես ժամ։ Մեզ մեր հյուրանոցի ադմինիստրացիան խորհրդվեց այս տեղը, բայց ուզում եմ որ դուք կոմենտներում գրեք, եթե Բալիում մենք գտնում ենք Սեմինյակին, լավ սպա կենտրոններ խորհրդվեք, ովքեր եղել են Բալիում, կոմենտներում գրեք անպայման խորհրդվեք լավ տեղեր, սպա ցենտրեր։